Շնորհակալ եմ, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորիս ազգային ժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ եւ նաեւ շնորհավորեմ մեր սիրելի ընդդիմադիր գործիչներին ազգային ժողով գալու կապակցությամբ։ Ինչի շնորհավորեմ, որովհետեւ այս ամբիոնը ունի մոգական ուժ։ Օրինակ, ձեր պարագայում շատ հաճախ շատերի տեսել եմ էկրաններից այն կողմ ինչ-որ ելույթներ ունենալուց, այս ամբիոնից միշտ այդ ելույթների պատասխանները ստանում են։ Չի մնում անպատասխան ոչ մի ելույթ։ Եվ հնչելու են ձեզ արձագանքներ, դա է քաղաքական մշակույթի հիմնական սկզբունքը։ 5 տարի շարունակ այս ամբիոնից մենք լսել ենք այն տեքստերը, որ դուք փորձում եք այսօր արտաբերեք։ 5 տարի շարունակ այս ամբիոնից մենք լսել ենք մեր ընդդիմադիր գործիչների կողմից բոլոր հնարավոր մեղադրանքները, ասենք փաթեթավորած, ամբողջությամբ ձևավորած թուրք, ադրբեջանցի, Թուրքիայի գործակալ, դավաճան, ազգադավ, այդ ամեն ինչը լսել ենք, բայց մենակ մենք չենք լսել, քաղաքացիներն են լսել։ Քաղաքացիները լսել են, դրա գնահատականը տվել են։ Ասածս ինչ է, անվճար խորհուրդ, վերացարկվեք այդ ամենից։ Ինչպես գործընկերս ասեց, հայրենասիրության միակ մոդելը հակաթուրքականությունը չի։ Հակաթուրքականությունը չի միակ մոդելը։ Եվ մեր հայրենիքի առաջ տնտեսական, սոցիալական, արտաքին շատ ավելի մեծ մարտահրավերներ կան, որոնք չեն տեղավորվում միայն ու միայն հակաթուրքականության ծիրում։ Ինչ վերաբերվում է ձեր ելույթներին, ցանկանամ մի քանիսին անդրադառնալ։ Օրինակ, պարոն Մանուկյան ձեր ելույթին։ Այստեղ սենց գալ ինչ-որ տարատեսակ ընկերությունների, հետքի հոդվածների սենց միախառնուրդ ելույթ տալ ու ասել ես կոռուպցիայի դեմ պայքարող մարտիկ եմ, էդ էլ չի անցնում, որտեվ էլի պատասխանը ստանում եք։ Օրինակ, գիտեք դուք ինչ արեցիք, դուք բերեցիք ազգային ժողովի նախկին երկու նախագահների անունները, Ալեն Սիմոնյան եւ Արարատ Միրզոյան, բերեցիք օրինակ Արարատ Միրզոյանի հիպոթեկով գնված տունը, բերեցիք օրինակ ինչ-որ գործարքներ Ալեն Սիմոնյանի հետ կապված, որը էլի չհասկացանք ինչի մասին է խոսքը, ու ցույց տվեցիք, որ իբր նախկին երկու արժանախագահները ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ են տեղավորված եղել, որևիցե հիմք չնշելով։ Ես խնդրում եմ այսօր այս ամբիոնը օգտագործելիս պարտադիր նաև հնչեցնել հայտարարություն։ Հաղորդում եմ տալիս դատախազությանը հանցագործության մասին։ Օրինակ ես հանրային կերպով ասում եմ, հարգելի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ուսումնասիրեք պարոն Մանուկյանի ելույթը, փորձեք այնտեղ գտնել իրավախախտումներ, որովհետև եթե դրանք չկան, ուրեմն պետք է սուտ մատնության հոդվածով նաև պետք է իրավախախտում գտնել։ Հաջորդը, փորձեցիք Ռուբեն Ռուբինյանի եղբորը, որը ինչ-որտեղ աշխատում է որպես աշխատող, վարձու աշխատող երկու ընկերությունում, փորձեցիք այդ ընկերությունների հետ կապված հետքի հոդվածները կապել Ռուբեն Ռուբինյանի Թուրքիայի գծով հատուկ ներկայացուցիչ լինելու հետ։ Ֆենոմենալ է, ուղղակի, ֆենոմենալ։ Ես նույն կերպ փորձեմ ձեր հետ կապված անել, օրինակ, ձեր եղբայրը 2021 թվականին նշանակվել է մեր առողջապահության նախարարության կողմից Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ճիշտ է։ Դե ես ձեր մեկնաբանությունն եմ տալիս։ Ես լսել եմ հանգիստ, առանց որևիցե բռնկումների։ Օրինակ, այդ պարագայում կարող ենք սենց ենթադրություն անել, որ պարոն Մանուկյանը ինչ-որ ձևով 21 թվականից ի վեր կապ ունի մեր իշխանությունների հետ։ Լուրջ։ Փաստորեն տենց է տրամաբանությունը աշխատում։ Լուրջ, խնդրում եմ տեղից մի խոսացեք։ Հասկանալի է։ Ընտրակաշառքների վերաբերյալ ձեր շատերի ելույթներին ստեղից էլ հնչեց օրինական ընտրակաշառք։ Հարգելի գործընկերներ, դե այդ անընդհատ էս քարոզարշավային ծեծը չեմ ուզում տեղափոխել ԱԺ-ամբիոն։ Քարոզարշավային վեյքերը, որը ամբողջ ընթացքում տարածել եք, էդ էլ չեմ ուզում տեղափոխել ԱԺ-ամբիոն, բայց ընտրակաշառքը ունի մեկ սկզբունք։ Գործարք է ինքը։ Մի կողմից տալիս ես, մյուս կողմի հետ պայմանավորվում ես, որ քեզ պետք է ընտրեն։ Այլ պարագա չկա։ Իսկ երբ թոշակների բարձրացումը դուք համարում եք օրինական ընտրակաշառք, այդ երկու բառն էլ իրար հետ միտեղ չի տեղավորվում։ Թոշակների բարձրացման ժամանակ մենք չունենք այդ գործարքը, մենք չգիտենք թոշակառուներից քանի տոկոսն է մեզ ձայն տվել։ Դա անհնար է դա պարզել որևիցե ձևով։ Իսկ ձեր ենթադրյալ հանցագործությունների պարագայում, որտեղ որ շահարկվում է ձեր անունը,
Այդտեղ հստակ է գործարքը, այդտեղ հստակ է, որ քյաբաբների դիմաց են ստացել մարդիկ ձայները։ Մի փոքր դրա հետ կապված արձագանք եմ, էլի, ես ոչ մեկից չեմ տեղից մեկնաբանել, կխնդրեմ ինքներդ զուսպ լինեք այդ հարցում։ Հաջորդը, եթե շարունակենք այս ոճով ավելի վատ կլինի։ Հա։ Հաջորդը, որին կուզենամ անդրադառնալ, նաև երբևիցե չէի պատկերացնում, որ Սամբյոնից ինձ թույլ կտամ այդ անձին անդրադառնալ, համենայն դեպս ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ մի քաղաքական գործիչ ա եղել, հայ, ազգանվամբ անգամ հայ, որ տվյալ հայտարարությունն ա արել։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա դին։ Ես կարծում եմ, որ հայ քաղաքական պատմության մեջ միակն է նա։ Եվ այդ մարդը իրան իրավունք ա վերապահում, գա ստեղ զինվորների, փառք նահատակների մասին խոսել, ես ուղղակի այդ անձի երկվությունը չեմ պատկերացնում, էլի ինչ աստիճանի պետք է լինի։ Եվ ես կարծում եմ, այդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել, համենայն դեպս ես ձեզնից չեմ սպասում նման տեսք, ես օրինակ կառաջարկեի նախապես ներողություն խնդրեիք հայ սակրավորներից, այն մահացած սակրավորներից, որոնց վերաբերյալ դուք այդ ելույթը ունեցել եք, նրանց ընտանիքների անդամներից, հետո նոր գալ է Սամբյանից թույլ տալ ձեզ տենց ամպագորգոր հայտարարություններ։ Եվ ես կարծում եմ, իրականում ձեզ եմ դիմում հարգելի գործընկերներ, որ այդ ոճի մասին այսօր շատ խոսեցինք, ձեզ ոչ մի դիվիդենդ չի բերելու, բացարձակապես։ Ինչ վերաբերվում է Հայաստան դաշինքին, ես նկատեցի, որ մեր գործընկերները պարբերաբար մոտենում են Սամբյանին ու ասում են. «Պարոն Ռուբինյան, առաջարկում եք զրոյական կետից, բայց վերքը թարմ է, ցավը շատ է, մենք չենք կարող»։ Ուզում եք սենց հետ կանգնել, չգիտեք ոնց հետ կանգնեք, ստեղ խոսքը չի գնում քաղաքական բանավեճի մասին։ Ստեղ խոսքը չի գնում խոսքի մասին։ Ստեղ խոսքը գնում է անբարեկիրթ, կներեք, անդաստիրակ, որոշակի դեպքերում նաև անհարգալից տոնի մասին, ոչ թե միմյանց նկատմամբ, այլ մեր քաղաքացիների, որտեղ մեր քաղաքացիները արժանի չեն եղել այն 5 տարիներին, որ տեսել են ազգային ժողովում այստեղ ինչ է կատարվել։ Խոսքը գնում է ընդհանրապես, նույն ձևով ես կարող եմ անել Տիկին Վարդանյան։ Բոլորիս եմ ասում, որտեղ ես ինքս իմ առաջ դրել եմ այդ պատասխանատվությունը, որ ազգային ժողովի որակը, ազգային ժողովի տեսքը պետք է փոխվի։ Եթե իհարկե այս կողմը համակարծիք է դրա հետ, եթե նկատել եք մեր կողմը մինչ այս պահը բավականաչափ զուսպ է եղել։ Եվ ես խոսք սկսում եմ քաղաքացիներին, ես խնդրում եմ այս վարկյանից ի վեր գնահատել իրականում, ովքեր են այս առաջարկին համահունչ եղել, ովքեր են իրենց խոսքը կառուցել բարեկրթության, բարևարկության սահմաններում, ովքեր են ձեզ հարգել սիրելի քաղաքացիներ եւ ովքեր հակառակը։ Իսկ ինչ վերաբերվում է արտահայտություններին, որոնք կարող եք մանիպուլացնել, տենց ասել, ստախոս օրինակ վիրավորանք չի, չգիտեմ, ազգադավը վիրավորանք չի, քաղաքական գնահատական է։ Նման բաներ այստեղ չեն անցնում, հարգելի գործընկերներ, պատասխանը լինում է ավելի կոշտ։ Վերջում անդրադառնամ նաև գործընկերոջս ընտրության տեխնացության վերաբերյալ, ես կարծում եմ ձեր գործընկերներից մեկը ինչ որ կենսագրությունից էր խոսում, անկեղծ ասած չգտա ոչ միտեղ նրա կենսագրությունը, ես կուզեմ Ռուբեն Ռուբենյանի կենսագրությունը մեկ անգամ եւս ընթերցել, կրթությունը, շարունակություն քաղաքական գործունեությունը, հետո կենսագրությունից խոսել, եւ ես կուզենայի ձեր գործընկերներից առնվազն մի քանիսի կենսագրությունը գոնե մի փոքր նմանվեր Ռուբեն Ռուբենյանի կենսագրությանը, խոսում եք նաեւ անաչառությունից, պարկեշտությունից, բարձր արժեքներից, ես կարծում եմ իմ գործընկերը այդ արժեքների միավորումն է եւ ես ընտրվելու պարագայում նրան բարի երթ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, մեր նիստը հետևող սիրելի քաղաքացիներ։ Ես իրապես շնորհավորում եմ մեզ նոր ձևավորված խորհրդարանի Անդրանիկ նիստը այսքան հանդարտ եւ դեռ որ կառուցողական ոճով ընթանալու կապակցությամբ։ Բայց չեմ կարող նախքան պարոն Ռուբինյանի տեխնացությանը անդրադառնալը, չանդրադառնալ իմ սիրած ժանրին, որը կոչվում է ընդդիմությունը սեփական թակարդումը։ Այսօր ընդդիմությունը մի քանի թեստ շրջանառեց, որը ցույց է դնում, որ նրանք իրենց օրակարգը սկզբունքորեն տանելու ունակություն չունեն։ Պարոն Խաչատրյանն ասում եմ, ժողովուրդ, ի վերջո հասկացեք, Թուրքիային ձեռ է տալիս այս ստատուս քվոն նա սահման չի բացելու։ Ամիսներ առաջ պարոն Խաչատրյանը հենց այս ամբիոնից ասում էր. Թուրքիան կբացի սահմանը եւ կխժռի մեր տնտեսությունը։ Պարոն Ռուբինյանը խոսում է սահմանազատման գործընթացի օպտիմալացման մասին եւ Հայաստան դաշինքից զարմանում են։
Այդ ինչ օպտիմալացում է։ Ուզում եմ հիշեցնել, որ Տիկին Լիլիթ Գալստյանը ամիսներ առաջ, երբ որ այստեղ քննարկվում էր աշխատակարգը, ասում էր. «ՀՀԿ կանոնակարգը, ժողովուրդ, ՀՀԿ կանոնակարգը այն ենթադրում է օպտիմալացում»։ Ստեղ հակասություն դուք չեք նկատում։ Տիկին Գրիգորյանն ասում է, վախի մթնոլորտում է անցել քարոզարշավը։ Ուզում եմ հիշեցնել, որ երկու ընդդիմադիր ֆրակցիաները իրենց ողջ քարոզարշավը իրականացրել են հենց վախի քարոզով։ Խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Պարոն Կարապետյան, ուր են այդ ադրբեջանցիք։ Դուք խոսում եք նրա մասին, որ եթե վարչապետը վերընտրվի, ապա ցեղասպանության հուշահամալիրը վերածվել է մզկիթի։ Ուր է մզկիթը։ Դուք խոսում եք նրա մասին, որ վարչապետի ընտրության պարագայում հայը այլևս հայ չի լինելու։ Իդեպ սա մի ֆանտաստիկ թեզ է, որ այսօր առաջին ելույթ ունեցող ընդդիմադիր պատգամավորը խոստանում եմ անունները բոլորի սովորել, որովհետև կարծում եմ, որ դա հարգանքի նշան է խորհրդարանի նկատմամբ, պարոն Սուքիասյանը ասում էր, որ պարոն Ֆարմանյան, ներողություն եմ խնդրում, ասում էր, որ մենք եկել ենք խորհրդարան, որպեսզի իսկական հայը մնա հայ։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան դաշինքը այս թեզի շուրջ 5 տարի խորհրդարանում աշխատել է, փողոցային պայքար է գեներացրել եւ ինչ տեղի ունեցավ։ Նրանք այսօր կեսի չափով պակասել են եւ զբաղեցնում են այն մասը, վստահ եմ, որ նման հռետորաբանության պարագայում նույնը ակնկալվում է նաեւ ձեզ։ Ասում եք, դուք խոնարհաբար ամեն ինչ զիջել եք Ադրբեջանին։ Ես պահանջում եմ, որպեսզի դուք այս ամբիոնից ասեք, թե ինչ է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը զիջել Ադրբեջանին։ Գոնե մեկ օրինակ։ Հա, պարոն Խաչատրյանը, սա էլ իմ սիրած, ուրեմն ես վստահ եմ, որ Արթուր Խաչատրյանն այս հարցի պատասխանն ունի, ասում է, ինչի սահմանազատման աշխատակարգում քարտեզ չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ այս նիստերի դալիճում տեղի ունեցել փակ գաղտնի նիստ, որի ընթացքում պարոն Խաչատրյանը ստացել է իր հարցի պատասխանը եւ շատ լավ գիտի, ինչի քարտեզ չկա հիշատակված։ Իշխան Սաղաթելյանն ասում է, այս ամբիոնից, ուրեմն ընտրված ընդդիմադիր падգամավորը համար 1 քաղաքական ամբիոնից ասում է, ազատ խոսքը վտանգված է։ Ուրեմն Իշխան Սաղաթելյանը այս նույն միտքը կրկնել է TV5-ի եթերում, նույն միտքը տիրաժավորել է իր սոցիալական էջերում եւ իրենց հետ աֆիլիացված ընդդիմադիր մեդիայով եւ ուզում եմ հասկանալ, այդ որ ազատ խոսքն է վտանգված Իշխան Սաղաթելյանի կամ արդյոք դուք բավարար սուր չեք, եթե կարծում եք, որ ձեր նկատմամբ ինչ որ առավելություն կա, որ կարողացել եք դառնալ падգամավոր եւ գալ այս ամբիոնից ելույթ ունենալ։ Իսկ պարոն Ռուբինյանի ելույթում կար մի առանցքային կետ, որի շուրջ ես թե համաձայն եմ, թե համաձայն չեմ։ Պարոն Ռուբինյանն ասում է հետևյալ միտքը, ասում է, որ ձեր հիմնական խնդիրն է, որ ընտրությունների արդյունքների հետ չեք հաշտվում։ Ես այստեղ մի ենթամակարդակ կավելացնեմ եւ կասեմ, որ դուք չեք հաշվում այլևս, որ 18 թվականից Հայաստան իշխանություն ժողովուրդն է, որ ժողովուրդն է ձևավորում իշխանությունը եւ իշխանության ժողովուրդը այլևս խլել անհնար է։ Եվ թերևս գուցե դրա պատճառով էր, որ դուք ողջ քարոզարշավի ընթացքում ըստ տարբեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից տարածված ձայնագրությունների փորձում էիք դեռևս գնել ժողովրդի իշխանությունը։ Սա մեծագույն անարգանք է ժողովրդի նկատմամբ։ Սա անարգանք է եւ սա է հիմնական մեր տարբերությունը։ Ամբողջ խնդիրն այն է, որ դուք չեք ընդունում իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ 2018 թվականից բոլոր արտահերթ եւ հերթական ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ստացել է ժողովրդի մեծամասնություն եւ պարոն Վարդևանյան, այո դուք գուցե մաթեմատիկայից այդքան էլ ուժեղ չեք, բայց 750,000-ը 630,000-ից շատ է։ Այստեղ ինձ թվում է 4 դասարանի գիտելիքները մաթեմատիկայով կբավարարեին։ Թերևս մի բան կար, որի շուրջ ես եւ Լևոն Քոչարյանը կյանքում առաջին անգամ համաձայն ենք։ Ես էլ չէի պատկերացնում, որ նման բան կարող է լինել, բայց հետեւյալ միտքն է, որ այս ընտրություններն անցել են օտարերկրյա հսկայական միջամտությամբ եւ այո, մենք հաղթել ենք ընտրությունները եւ որ տեղ էին ունենում հսկայական հիբրիդային գրոհներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս մասին մենք խոսել ենք, ես անձամբ խոսել եմ նաեւ տարբեր միջազգային կառույցներում։ Առաջին անգամ էր, որի քաղաքական գործիքներից անդին կիրառվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տնտեսական գործիքակազմ։ Պարոն Կարապետյան, ես ինձ թույլ կտամ որպես երիտասարդ, բայց 3 գումարումների падգամավոր ձեզ մի խորհուրդ տալ։ Օրինակ Էդգար Ղազարյանին կարող եք խորհուրդ տալ, որ այն ելույթը, որ նա ունեցել է, շատ ավելի սուրտ նման ելույթներ ունեցել է Քրիստինե Վարդանյանը։
Քրիստինե Վարդանյանն ներկայացնում է մի կուսակցություն, որն ունի Տիկին Վարդանյանը չեմ սխալվում 150 տարվա պատմություն։ 115-ն էլ իմ կողմից, 150-ամյա պատմություն։ Այս մարդիկ, որ այստեղ էին նստած, իրանք ես դաշնակցության հետ ունեմ 0 համաձայնություն քաղաքականապես, բայց իրենք ունեն հետագից, քաղաքական հետագից։ Իրանք այս խոսույթը անդադար շարունակեն, ինչ նշանակում գործադիրում Ադրբեջանի ներկայացուցիչն է Ռուբինյանը Թուրքիայի։ Սա ձեզ տանելու այնտեղ, եթե ոչ դուրս։ Ես առաջարկում եմ ձեզ, որպես եմ կրկնում, երիտասարդ падգամավոր, բայց արդեն երեք գումարումների եւ այստեղ տարբեր կուսակցություններ տեսած մարդ, սա ձեզ լավ տեղ չի տանելու։ Իմ բարի խորհուրդն է Էդգար Ղազարյանի հետ այս մասին խոսել, որպեսզի նա դադարի ասել, որ մեր գործադիրի ղեկավարը Ադրբեջանի կողմից նշանակված կամ չեմ էլ հիշում ոնց ասեց։ Պարոն Վարդևանյան, լավ եկաք, ես ուր էիք։ Բայց չեք պատրաստվում եք ժողովրդին ասել ինչու մանդատը վայր դրեցիք։ Այդ ինչ անհամաձայնություն եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որը չկա Կարապետյանի հետ, այո, մանդատը այդպիսի բան է, երբ որ մանդատը վայր ես դնում, պետք է պատասխանես հանրությանը, թե ինչ անհամաձայն, չէ, ես այսօր հենց նոր բացեցի ձեր տեքստը, ոչ մի քաղաքական տեքստ այդտեղ չկար, ասացի գործընկերներից հետ քննարկել եմ անձնական որոշում է, եկեք այս ամբիոնից պատասխանեք մյուս անգամ, ինչ անհամաձայնություն ունեիք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ չունեք Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ սիրելի քաղաքացիներ, ես համաձայն եմ, որ խորհրդարան թերևս ամենացածր վարկանիշ ունեցող կառույցներից մեկն էր վերջին տարիներին եւ այստեղ բոլորս մեր չափաբաժին մեղքն ունենք եւ որ մենք իրար վիրավորում ենք շատ հաճախ պետք է հիշենք որ մենք չենք վիրավորում անձնապես իրար մենք վիրավորում ենք այս կառույցը մեր բոլորի պատասխանատվությունն է ազգային ժողովը դարձնել վստահելի մարմին որովհետև բոլոր նրանք ով կռիվ են տալի Հայաստանի Հանրապետության դեմ փորձում են ոչնչացնել վստահությունը քաղաքացիների մեր պետական ինստիտուտների նկատմամբ։ Ես անձամբ դա թույլ չեմ տալու, կոչ եմ անում ձեզ նույնպես դա թույլ չտալ։ Ես վստահ եմ, որ պարոն Ռուբինյանը կարող է կատարել իր արժև ծառացած լիազորությունները ամբողջ ազնվությամբ, նա իմ ճանաչած ամենաազնիվ մարդկանցից մեկն է։ Բարեկիրթ մարդ է պարոն Ռուբինյանը, գրագետ մարդ է պարոն Ռուբինյանը, ես հաջողություն եմ նրան մաղթում, որտեղ վստահ եմ, որ խորհրդարանը նրան կոշտի իր արժև ծառացած մարտահրավերը ամենաբարձր ձևով լուծելու, հանգուցալուծելու մեծ առաքելությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Մեր ընդդիմադիր գործընկեր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենք այստեղ են, որպեսզի ինչ որ բաներ։ Տիկին Վարդանյան, 5 տարի դուք էստեղ էիք։ 5 տարի դուք մեծամասամբ գալիս գրանցվում եւ դահլիճը լքում էիք։ Գալիս էիք, գրանցվում էիք, գնում էիք եւ չէիք գալիս։ Դուք Լեռնային Ղարաբաղի դրոշները բերեցիք, դրեցիք այդտեղ եւ թողեցիք գնացիք։ Կառավարության հարցու պատասխանին չէիք գալիս։ Եվ ընդհանրապես 5 տարի այստեղ լինելը դա դեռ չի նշանակում, որ դուք ինչ-որ արժեք եք ստեղծել եւ չեմ էլ կարծում, որ մոտակա 5 տարում արժեք եք ստեղծելու, որովհետեւ կարծես դեժավյու լինի, առանձնապես բան չի փոխվել ձեր օրակարգերում եւ ձեր օրակարգերին էլ ավելացել են նաեւ այլ ընդդիմադիր գործընկերների նմանատիպ օրակարգերը։ Երբ խոսում եք վեհ գաղափարներից, պարոն Կարապետյան, ձեր գործընկերոջը թույլ մի տվեք գալ այստեղից պատերազմի զոհերի մասին խոսել, որովհետև ես կարծում եմ, որ մեր խմբակցության падգամավորներից բոլորը պիտի գան այստեղ եւ հիշեցնեն Էդգար Ղազարյանին, որ ասաց այն հայ սակրավոր զինծառայողները, որոնք ականապատ դաշտեր կմտնեն, մահանան կամ վիրավորում ստանան։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին, ասաց նա, ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Չեք ուզում ներողություն խնդրել։ Հատ ներողություն խնդրել, որովհետև այդ մարդը տե նստելու է եւ այս խոսքերը ձեզ հետևելու են։ Չեք ուզում, նույնիսկ ժպտում եք։ Դե տենց էլ պիտի լիներ, չեմ զարմանա, որովհետև ինչ որ լուրջ օրակարգերից մի խանգարեք։ Ինչ որ լուրջ օրակարգերի մասին խոսելուց խոսում եք Թուրքիայից, Ադրբեջանից, Ադրբեջանի կողմից կառավարվող, Թուրքիայի կողմից կառավարվող, անընդհատ ինչ որ կոմպլեքս ունեք, էլի։ Ես օրինակ չեմ ասում, եւ դա ինձ չի էլ վերաբերվում իրականում, որ տարիներ առաջ
Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը եղել է ադրբեջանցի գործարարին պատկանող ռեստորանում Մոսկվայում։ Դրա մասին կան բազմաթիվ հրապարակումներ։ Ես այդ մասին չեմ ասում եւ դա ինձ չի վերաբերվում, ուղղակի կան հրապարակումներ եւ խնդրում եմ մի արձագանքեք տեղից։ Ժողովուրդ, տեղից մի խոսացեք, խնդրում եմ։ Կամ Արամ Վարդևանյանն էստեղից եկավ եւ խոսեց, ես ասում ապշած եմ, Վահագն Հովակիմյանը էստեղ նստած падգամավոր էր, վայ, մեկ էլ հայտնվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովում, փոխեց իր հայացքները կամ ինչ-որ բան։ Բա ես ինչ ապշած եմ, պարոն Վարդևանյան, դուք էլ նստած եք Ռոբերտ Քոչարյանի մոտ, մեկ էլ վայ, ասացիք իրավաբանական հանրությունը իմ կարիքն ունի։ Գնացիք իրավաբանական հանրության շարքերը համալրելու, մեկ էլ վայ, ինչպիսի զարմանք։ Հայտնվեցիք ուժեղ Հայաստան կուսակցության շարքերում։ Պատկերացնում, ոչ մեկ ոչինչ չի փոխել։ Պատկերացնում եք ես ինչքան զարմացած եմ, բայց հիմա գիտեք ինչի եմ սպասում։ Ուզում եմ սպասում եմ տեսնեմ հիմա երբեք համալրելու իրավաբանների եւ փաստաբանների շարքերը։ Դե, ես կսպասեմ, ես շատ համբերատար եմ, պարոն Վարդևանյան։ Եվ ամենակարևորը, որ խոսում եք, ասում եք, Նիկոլ Փաշինյանը ահաբեկում էր պատերազմի վտանգով, Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ սեպտեմբերին պատերազմ պիտի լինի, եւ դուք գիտեք ինչ կոնտեքստում էր ասում, բա որ դուք առանց ամաչելու, այդքան ամիս ասում եք 300,000 ադրբեջանցիները գալու են։ Այդ որ ասում արհեստական բանականությամբ տեսանյութեր էիք տարածում, որտեղ ինչ-որ ադրբեջանցիներ էին, գալիս էին մարդկանց տներից, հանում էին, իրենք էին ապրում, 300,000 ադրբեջանցիները գալու են, հետո էլ դենց ակունք իմաստության ասում, դրանք էլ արագ են բազմանում, գիտեք ինչ վատա լինելու, հեսա 1.5 միլիոն են դառնալու, խայտարակությունը գիտեք ինչ վատա լինելու։ Հասկանում եք, որ դա խայտարակություն է, դուք մարդկանց ահաբեկել եք։ Դուք մարդկանց ահաբեկել եք, պարոն Կարապետյան, եւ գիտեք, որ այդ ահաբեկումները դա խոսքի ազատություն չի դա, երբ 3,000 ադրբեջանցիներով ահաբեկում եք, ամբողջ համացանցը հումորներ էր անում, ասում էր, բանը կոկոնդիլոս են քշում, հետո ասում են, ինչի չկա ստեղ կոկոնդիլոս, դե ասում քշել ենք, հիմա ձերն է, այդ անեկդոտն է, 300,000 ադրբեջանցիներին քշում էիք, գիտեք, որ Պարոն Վարդևանյան, որպես իրավաբան եմ ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավոր կա եղել 1919 թվականին մի գործով շենքը ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների, պիտի որ իմանաք, խոսքի ազատությանն է վերաբերվում, դատավորը իր խոսքում ասաց, որ որևէ օրենք, նույնիսկ ամենախիստ օրենքը չի կարող պաշտպանել խոսքի ազատությունը, եթե այն չի կարող պաշտպանել այն մարդուն, որը փակ լեբլեցուն դահլիճում գոռում է հրդե եւ մարդկանց մոտ խուճապ է առաջացնում։ Ես գիտեք դա ինչի համար եմ ասում, որովհետեւ ձեր ամեն խոսքերը 300,000 ադրբեջանցիներ եւ այլ, դրանք մարդկանց մոտ խուճապ են առաջացրել եւ դրանք ընդհանրապես խոսքի ազատության հետ կապ չունեն։ Դուք միտումնավոր խուճապ եք առաջացրել մարդկանց մոտ։ Եվ դուք որպես իրավաբան պիտի իմանաք այդ գործերի մասին, դրանք շատ կարևոր են, դե խոսքի ազատություն չկա, եւ երբ այստեղ ասում եք սահմանադրական դատարանը արձանագրեց, այնքան եմ ցավում, որ սահմանադրական դատարանը չի արձանագրել, որ այս տարի հիմք դրվեց նաեւ ընտրական туриզմին։ Դա էլ պիտի արձանագրեր սահմանադրական դատարանը, գուցե ես սա քաղաքական գնահատական եմ տալիս, պարզավոր սահմանադրական դատարանը նման բան չէր կարող արձանագրել, բայց դուք պատիվ ունեցաք հիմք դնել ընտրական туриզմին եւ դրա մասին բազմաթիվ փաստեր կան, պետք չէ հերքել, ընտրակաշարքի մասին չեմ խոսում, որովհետեւ այն բոլոր ձայնագրությունները, որոնք չեն վիճարկվել, ուղղակի հերքվում են, դատարաններում չեն վիճարկվել։ Այդ բոլոր ձայնագրությունները խոսում են խայտարակ աննախադեպ ընտրակաշարքների մասին եւ ընտրությունների մասնակցած ոչ մի դիմադիր ուժ չխոսեց այդ մասին։ Հայաստան դաշինքին էլ եմ ասում, մենակ ձեզ չեմ ասում։ Այն բոլոր ուժերը, որոնց անունները կային այդ
ձայնագրություններում իրենց մասին եմ խոսում եւ շատ ուժեր կային։ Հիմա պարզ է, չէ՞, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն ասելու, դե գիտեք, հա դե կներեք, ստացվել է։ Դրա մասին չի խոսքը։ Ես նման բան չեմ էլ պատկերացնում, որ չի էլ լինելու։ Հետևաբար չունեք մանդատ ժողովրդի կողմից, ժողովուրդը ձեզ ձայն չի տվել, 50-ը 49-ից մեծ է, 48-ը 59-ից փոքր է, ինչ-որ թվաբանություն, էս ինչ է, ես ուզում եմ հասկանալ, էս ինչ խոսակցությունների մեջ ենք մտնում, ձևավորվել է ազգային ժողով, կան խմբակցություններ, ընդդիմադիր և իշխանական, պիտի աշխատենք, հիմա էլ գալու եք 5 տարի, ասեք, դե գիտեք, ձեզ 49% էին տվել, դե սենց, դե նենց, տենց չի, կա մեծամասնություն և կա ընդդիմություն, կամ պիտի աշխատենք, սենց մի ասեք, փոշիացած ձայները, ընտրական օրենսգրքով ամրագրված դրույթներ են, որոնց միջոցով ձևավորվել են ձայները, դες կամած ասում եք փոշիացած ձայները, հետո էլ չեստերից էլ ասում եք դե նախկինների օրոք են ընտրական օրենսգիրքը ընդունվել, շատ օրենքներ են ընդունվել մինչև 2018 թվականը, ինչ գնանք դնենք այդ օրենքները ջնջենք նորից գրենք, դե դրա համար կամած է ասում, փոշիացած ձայները, ոչ մեկ չի լսել, այդ փոշիացած ձայները մենակ իշխանությանը չի վերաբերվում, հետևաբար ես կարծում եմ, որ ես հուսով եմ, որ ազգային ժողովը արդյունավետ կաշխատի, ես հուսով եմ, որ ազգային ժողովում մի խանգարեք, պարոն Կարապետյան, ես հուսով եմ, որ ազգային ժողովում մեկ դրամ աշխատավարձով աշխատող պատգամավոր չի լինի, որովհետև դա պետական ծառայողի կարգավիճակ չէ և կեցվածք չէ, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի կեցվածք չէ, ես հուսով եմ, որ մենք կունենանք առողջ քննարկումներ, կունենանք առողջ քննադատություն, ոչ թե կգանք ասեն, պարոն Ռուբինյան, դուք մոտիկից թուրք տեսել եք, իսկ կողքով անցել եք, դա լուրջ չէ, հարգելի գործընկերներ։ Եվ վերջին խորհուրդը ձեզ, մեկ-մեկ, օրինակ այսօր կարող եք վերանայել, մի հատ ելույթները լսել ձեր գործընկերների կամ հարց ու պատասխանը և գնահատել ինքներդ ձեզ ուղղակի։ Ես ձեզ բոլորիդ, մեզ բոլորից մաղթում եմ լավ արգասաբեր աշխատանք, հուսով եմ այդպիսին կլինի, թեև շատ ու շատ ելույթներ ինձ այլ բան են հուշում, շնորհակալություն։ Հարգելի պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ճիշտն ասած լրիվ համաձայն եմ պարոն Ռուբինյանի հետ և նույն ձև ուզում եմ դիմել մեր հարգարժան դիմության գործընկերներին, խնդրելով, որ կարելի է քննարկել, քննադատել, սուր քննադատել, վիճել և բանավիճել, բայց այդ ամեն ինչը լինի քաղաքական կոնտեքստում և ոչ վիրավորական։ Ես ուզում եմ նաև դիմել ձեզ պարոն Կարապետյան, մի քանի ելույթներ արդեն իսկ ձեր խմբակցությունից և Հայաստան խմբակցությունից ելույթներ էստեղ եղան, որոնց մեջ կար վիրավորական բառեր, այնպես չի, որ մենք չենք կարողանում վիրավորել, բայց մենք մեզ զուսպ ենք պահում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ուզում էստեղ տեսնել հայհոյանքներ, չի ուզում էստեղ տեսնել կռիվներ։ Ինչ վերաբերվում է ընտրություններին, ընտրությունների կեղծմանը եւ այլին, այստեղ Գեգամ Մանուկյան ասում է, գիտեք, այս խորհրդարանը լեգիտիմ չէ։ Պարոն Գեգամ Մանուկյան, դուք այս խորհրդարանում ազգային ժողովի պատգամավոր եք, այսինքն դուք եկել եք այստեղ ասում եք, որ դուք լեգիտիմ չեք։ Հələ թողենք թե մեր մասին ինչ եք ասում, մենք համաձայն ենք թե չէ, բայց դուք ձեր մասին ասում եք, որ լեգիտիմ չեք։ Կամ եկել են այստեղ ասում են ընտրախախտումներ, ընտրակեղծիքներ, Ժորժան ուզում եմ մի բան ասել, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում դպրոցի հատակի տակ, այդ դպրոցը որ վերանորոգում էինք, դպրոցի հատակի տակից հանեցինք Դեմրճան Քոչարյանի ժամանակվա քվյաթերթիկները, Դեմրճան ընտրած քվյաթերթիկները։ Ես ուզում եմ դուք գաք այստեղից ասեք, արդյոք այդ բարոյական է, թե բարոյական չէ։ Ուզում եմ գաք, օրինակ այստեղից ասեք, որ չգիտեմ, այնտեղ մենք դատախազությունը եւ այլն ասում են, որ այս մարդը ընտրակաշառք է բաժանել եւ այլն, չեմ ուզում մտնել այս տիրույթ, բայց եկեք իրար հետ քննադատենք, ասենք ընտրակաշառք բաժանողը շանտղա է, շանտղություն ընտրակաշառք բաժանողը։ Ընդ որում ընտրակեղծիք անողն էլ, այո։
Այո, ես կուզեմ ստեղից Ժողովուրդ, տեղից մի խոսացեք, խնդրում եմ։ Պարոն Ղազինյան։ Տղերք, մի խանգարեք, ես մի րոպե, տղերք։ Մի րոպե։ Ես այդքան որ խոսեցի, կնես չէ որ համաձայն եմ ձեր բոլոր խոսացածների հետ, բայց նես չէ որ խանգարում եմ։ Չորես առաջին նիստն է, չեմ ուզում որ ուծե բան այլ ձևակերպեմ, բայց հանգիստ։ Այստեղից ասեք, ես լրիվ համաձայն եմ, ընտրակաշարք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ շանտեղություն է։ Կգաք այստեղ, դուք ձեր ելույթով այդ ամենը չկասեք։ Տեսեք, Ժողովուրդ ջան, ժողովուրդը հազար ու մի խնդիր ունի։ Այսօր մենք այստեղ այսօր էլ չենք վերջացնի վաղն էլ մյուս օրներ էլ, օքեյ, մեր աշխատանքն աշխատում ենք, բայց ժողովուրդը հարյուրավոր խնդիրներ կա, հարյուրավոր նախագծեր կա, որ այս խորհրդարանը պետք է ընդունի, որ ժողովրդի մատից մի փուշ հանենք։ Թե չէ 5 տարի նախորդ մեր ընդդիմադիր գործընկերները նույն խոսույթը, նույն բովանդակությունը, նույն այսօր են ասում, 5 տարի այստեղ ուղակի կուզեմ որ ընդդիմությունն էլ աշխատի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին լավ ապրի, թե չէ այսօր մեր խնդիրը նես չի որ մեկս մեկին մի վատ բառ ասեն, մեկը այն մեկի ընտրողները նրան կոպիտ ասած լայք են, այն մյուսի ընտրողները նրան։ Ես ուզում եմ նաև դիմել հարգելի դիմադիր գործընկերներ, ձեզ որ կարելի է նաև ձեր եւ ոչ միայն ձեր, նաև մենք էլ մեր թիմակիցներին հորդորենք, որպեսզի այդ հայոյախառն, վիրավորական եւ այլն այս կոնտեքստից դուրս գանք, որովհետեւ եթե մենք այս տիրույթում մնանք, ոչ մի լավ տեղ չի տանի մեզ։ Տեսեք, այստեղից մի ելույթ եղավ, չեմ կարող չանդրադառնալ, մեկ այստեղից ասում է Ռուբինյանի հարազատները այստեղ ազգային ժողովում են աշխատում, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ պարոն Ռուբինյանը այդ մասին կխոսի, բայց ուզում եմ մի բան ասել, հարգելի դիմադիր գործընկերներ, ձեր սաղ բարեկամները աշխատում են տարբեր պետական կառույցներում, այսինքն եթե ձեր բարեկամն են կամ մեր բարեկամն են, պետք է չաշխատեն, այդ խոսույթն էլ պետք է վերացվի, եթե մարդը մասնագետ է, եթե մարդը տվյալ տեղում անհրաժեշտ է, պետք է աշխատի, ինչի մասին է խոսքը, կամ ինչա նշանակում, ասում է բանը, պարոն չգիտեմ ով էր այստեղից ասած, ինչ-որ դավաճանության մասին, տղերք, մենք այնքան բան կարանք ասենք այդ դավաճանությունների մասին, այնքան պետական գաղտնիքներ բացահայտելու մասին, այնքան բաներ կարող ենք այստեղից ասել, բայց ամոթ է, պետք չի մեկս մյուսին վիրավորել։ Ես իմ առաջին ելույթս ես կասեմ ու կխնդրեմ բոլորիդ եւ կհորդորեմ ազգային ժողովը դարձնենք մի հարթակ, որտեղ հաճույքով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հերոստատություն միացնի եւ նայի, շնորհակալություն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, խոսքս ուզում եմ սկսել շնորհավորանքով, ուզում եմ շնորհավորել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, իր կողմից ներկայացված որպես վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նշանակման կապակցությամբ եւ նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք քննարկում ենք ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը եւ մեր խմբակցության կողմից ներկայացվել է պարոն Ռուբինյանի թեկնածությունը։ Պարոն Ռուբինյանի հետ աշխատելու ընթացքում եւ այս ընթացքից կարող եմ անել հետևություններ եւ ասել, որ պարոն Ռուբինյանին ճանաչում եմ որպես արդարամիտ, պարկեշտ, ճկուն միտք ունեցող, շատ հումորով անձնավորություն եւ այստեղ քննարկվում էր պարոն Ռուբինյանի կենսագրությունը, պետք է ասեմ, որ պարոն Ռուբինյանը իր երիտասարդ տարիներին, երբ շատերը բամբակների մեջ մեծանալով շատ հաշտ ու համերաշխ էին ժողովրդավարության դեֆիցիտի հետ մեր երկրում, պարոն Ռուբինյանը իր երիտասարդ տարիները եւ ժամանակը դրել է այդ պայքարի մեջ, որպեսզի այսօր հաստատվի Հայաստանի Հանրապետության, որը պսակվեց հաջողությամբ 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում, որի արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեով ձևավորում է իշխանություն եւ իշխանությունը չի ձևավորվում կուլիսներում։ Իսկ այդ ընթացքում որոշ երիտասարդներ շատ հաշտ ու համերաշխ ապրում էին անսկզբունք եւ որևէ խնդիր չունենալով ոչ խոսքի ազատության դեֆիցիտի հետ, ոչ ժողովրդավարության դեֆիցիտի հետ։ Եվ այս պահին պարոն Ռուբինյանը միակ առաջարկը, որ արել է այս ընդդիմությանը, ասել է, որ եկեք մնանք բարեկրթության եւ քաղաքավարության շրջանակում։ Ոչ ոք չի առաջարկում լինել
քաղաքական համագործակցության ուղեցրում, որովհետև այո, մենք սկզբունքորեն գտնվում ենք տարբեր տեղերում քաղաքական առումով, որովհետև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ անկախությունը մեզ համար դա կարմիր գիծ է։ Հիմա այստեղ մի հետաքրքիր բան է տեղի ունենում, աջ կողմում գտնվող ուժը, եթե նկատեք, բոլոր ներկայացուցիչները, ովքեր այստեղ խոսեցին Հայաստան դաշինքից, բոլորը խոսում էին լեգիտիմության մասին։ Եվ երևի ինչ որ արհեստական բանականության միջոցով այս կամ այն կերպ փոխակերպված նույն տեքստը գրեթե բոլորից հնչել է։ Եվ խոսում էին նաև Տիկին Վարդանյանը նշում էր, որ բանը չի վստահում կամ չի հավատում պարոն Ռուբինյանին, ձեզանից ոչ ոք վստահության քվե չի ուզել Տիկին Վարդանյան, Քավլիցի, եւ ուզում եմ դիմել Ուժեղ Հայաստան խմբակցությանը, որովհետեւ այն խոսույթը, որը ձևավորել է Հայաստան դաշինքը, իրեն ապահովել է 5 տարում 0.5 գործակցով ամորտիզացիա, մաշվածություն։ Եվ այս պահին այդ ուժը այստեղ ներկայացված է 0.5 գործակցով։ Չեմ կարծում, որ արժի հետևել այդ օրինակին եւ այն բոլոր ես նաեւ հասկանում եմ ձեր այսպես ասած երկմտանքը, որովհետեւ նման առաջարկի ըստ երևույթին դուք չէիք սպասում, դուք սպասում էիք, որ պետք է այստեղ ինչ-որ այսպես բանավեճ լիներ կամ ինչ-որ սուր, ինչ-որ բաներ, վիրավորանքներ լինեին, որոնց դուք արձագանքեիք, բայց դուք ունեք ինքնուրույն մտորելու եւ ժամանակ եւ կարծում եմ հնարավորություն հասկանալու համար, թե ինչ է առաջարկում այս պահին Ռուբեն Ռուբինյանը եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ այդ առաջարկը հնչում է ոչ թե իշահ մեզ, ոչ թե իշահ ձեզ, այլ իշահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իշահ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որպես ինստիտուտ կայացման եւ հեղինակության առնվազն չանկման համար։ Երևի թե այսքանով կսահմանափակեմ, հա, մեկ էլ այստեղ բան է հնչում, որ տեղեկատվական տերոր է եղել ընտրությունների ժամանակ եւ մասնավորապես դա պարոն Քոչարյանը հնչեցրեց ինչ ականջս ծակեց, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ 2021 թվականին, երբ մեր որդիների նկատմամբ կատարված գրոհը տեսանյութերի միջոցով ամբողջ երկրով ցուցադրվում էր։ Եվ նույն բանը արել է նաև ձեր ուժը, պարոն Կարապետյան, այդ տեղեկատվական տերորը 300,000 ադրբեջանցիների եւ էլի տեսանյութերի։ Հարգելի գործընկերներ, սա ձեր Facebook-յան էջերը չեն, սա կրկեսի արենան չէ, եւ գործընկերս խոսեց այս ամբիոնի կախարդական ուժից, այս ամբիոնի կախարդական ուժը կայանում է նրանում, որ այստեղ հնչած բոլոր արտահայտությունները, որոնք դուք անում եք, իրենք վաղ թե ուշ դուրս են գալիս ջրի երես եւ այո, այս ամենը հանգում է նրան, որ ճշմարտությունը այստեղից միշտ դուրս է գալու։ Հետեւաբար խորհուրդ եմ տալի այս դրամաբանությամբ մոտենալ հարցին եւ նաեւ պարոն Վարդևանյան, ես ձեզ մի բան էլ ասեմ, ձեր արտիստիզմը իհարկե տպավորիչ է, բայց ուզում եմ հիշեցնել, որ այս ամբիոնը տեսել է Նաիրա Զոհրաբյանին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիկին Գրիգորյան, պարոն Կարապետյան, իրոք շատ դիսկոմֆորտ է եւ երբ որոշում եք կայացրել եւ մանդատները վերցրել եք, որովհետեւ տևական ժամանակ է եւ այսօր եւս արդարանում եք, թե ինչու եք դուք հայտնվել խորհրդարանում։ Հայտնվում եք այն մարդկանց առաջ, ովքեր ձեզ ուղարկել են խորհրդարան։ Այդ մարդիկ ասել են գնացեք խորհրդարան, այս համամասնությամբ։ Ինչ եք արդարանում, որ դուք եկել եք խորհրդարան։ Կարող է, որովհետեւ ապոկալիպտիկ եզրահանգումներ եք ներկայացրել եւ ասել եք, որ օրինակ ցեղասպանության հուշահամալիրը դառնալու է մզկիթ։ Կարող է, որովհետև ասել եք, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Կարող է ասել եք, որ մեր երեխաները բոլորի այլևս չեն կարողանալու գնալ մանկապարտեզ, որովհետև լիքը սաֆորովներ են փոքր լինելու։ Կարող է դրա համար դիսկոմֆորտ ունեք։ Բա մտածեիք այն ժամանակ, որ այդ ամեն ինչն ասում եք, հիմա էլ աչքերից չեն նայում։ Այն ժամանակ դրա մասին մտածեիք, որ այսօրը գալու է, դուք առերևս վերելու եք ձեր ասածների հետ։ Եվ առերեսվելու մասին։ Մենք առաջիկա շրջանում ամեն օր ձեզ առերեսելու ենք ձեր ասածների հետ։ Ձեր քթից բերելու ենք 300,000 ադրբեջանցիները հատ-հատ ու յուրաքանչյուրից հետ, որովհետև դուք դրանով ահաբեկել եք մեր ժողովրդին։ Ու հիմա պետք է
ես նենց բարձր եմ տեղից խոսում, կարող եմ ես էլ տեղից խոսել։ Ու հիմա պետք է պատասխան տաք այդ տերորի համար մեր քաղաքացիներին։ Այն քաղաքացիները, որ ձեզ ուղարկել են այստեղ, իրանք հիմա դիսկուս կա սոցցանցում, թե ինչու չերթվեցիք։ Օրինակ ինչի չերթվեցիք։ Ժամանակին միայն պարոն Սաղաթելյանը չերթվեց ու ասաց, որ ինքը մի երթում ա տվել զենքի վրա, բոլորը դաշնակցական եք, թե այլ պատճառ կա։ Ու մարդիկ քննարկում են, ասում են կարող է, որովհետև հանուն Հայաստանի Հանրապետության անկախության ինքնիշխանության հզորացման չեք ցանկանում բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի ձեր պարտականությունները։ Չեք պատրաստվում պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները։ Կարող է, որովհետև չեք ցանկանում նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը, շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ կամ քաղաքացիների քաղաքացիական համերաշխության համար, քաղաքացիների անվտանգության համար, պաշտպանության համար։ Երևի մտածում են մարդիկ, ասում են երևի չեն կատարելու, չեն պահելու, դրա համար չեն երթվում։ Կարող եք դուք ձեր ուրեմն տարբերակն ասել, եթե սա չէ։ Պարոն Ռուբինյան, եթե նկատեցիք, ձեզ հարցեր չկային, օրինակ Ռուսաստանի հետ հարաբերություններից, որտեղ բոլորը խնդիր են տեսնում այս օրերին։ Չկար հարցեր, օրինակ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներին առաջացող, օրինակ կաթնամթերքի խնդիրը, չէ՞։ Մեր քաղաքացիները այսօր բախվում են, մանավանդ որ ինչ-որ փորձակնություն ցուցեցվելու կաթնամթերքի մեջ այդ խնդիրները չկան եւ այլն եւ այլն։ Օրինակ, ասեք, ձեր գործիքակազմը խորհրդարանի նախագահի ո՞նց եք պատրաստվում կիրառել, որպեսզի այդ խնդիրները մեր ժողովուրդը այդ խնդիրներին չհարարեցվի։ Չէ, ձեզ հետաքրքրում է Թուրքիայի հետ հարաբերությունները, Ադրբեջանի հետ հարաբերությունները, որտեղ այդտեղ մենք գնում ենք կարգավորման։ Դա ձեր պլանների մեջ չի մտնում։ Կարգավորվող հարաբերությունները, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ձեր պլանների մեջ չի մտնում։ Այ Ռուսաստանի հետ կապված խնդիրները, ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրները ձեր պլաններով ամեն ինչ գնում, դրա համար դուք այստեղ որևէ հարց չունեք։ Չէ՞ որ մինչև ընտրություններն էլ ասում եք, որ այ նման բան լինի, մի հատ էլ ասում եք պիտի Ռուսաստանը ուշադրություն հրավիրի իշխանամերձ գործարարներին եւ նրանց համար խնդիրներ առաջացնի, հիմա փաստորեն դուք սրա հետ բացարձակ խնդիր չունեք։ Տիկին Վարդանյանն ասում էր, որ ինչ որ երեսպաշտությունից էր խոսում, Տիկին Վարդանյան, յուրահատուկ երեսպաշտություն է պետք։ Այսքան ընտրակաշառքների մեղադրանքների, այսքան այս ամեն ինչից հետո գաք ու ընտրակաշառքից խոսակ, ընտրակեղծարարությունից խոսակ։ Սա ասում է մի ուժ, որի թիմակիցների մեծ մասը իդեպ երկուսի էլ այն Բարգավաճ Հայաստանն էլ ձեզ բոնուս։ Մեծ մասը այսօր անցնում է այդ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներով, հարյուրավոր մարդիկ։ Ու ասեմ ամենակարևորը, այդ մարդկանց մեծ մասը, պարոն Կարապետյան, տվել են խոստովանական ցուցմունքներ, ասել են այո, մեզ վերագրվող արարքը մենք գործել ենք։ Մեծ մասը հետաքրքրում է, ճիշտ է, պարոն Վարդևանյանի հետ կապված ձեր հորեղբայրն ասում էր, որ լավ չի գաստվե, որ գազ տարվանք դառնայ վարչապետ, բայց իրականում մեծ մասը հետաքրքրվեք, կգաք մի օր կասեք, կամ համապատասխան մարմինները, որ գան կհետաքրքրվեք։ Մեծ մասը տվել է խոստովանական ցուցմունք, ասել է, որ այո, մեզ վերագրվող արարքը մենք գործել ենք։ Հիմա չգիտեմ շանտողություն ինչն եք համարում, ու կխնդրեմ շներին մի կողմ դնել, որպես շուն պահող մարդ եմ ասում, այդ զազրելի արարքը շների հետ կապված որևէ կերպ մի ասոցացրեք, հա։ Բայց կսպասենք մեղադրական եզրակացություններին։ Ինչ վերաբերում է վարչական լծակի կիրառման։ Ուրեմն այո, գործընկերներս էլ ասին, ձեր հարազատների մեծ մասը եւս աշխատում են պետական համակարգում ու դա նորմալ է։ Բայց քանի որ պարոն Մեսրոպ Մանուկյանը խոսեց դրա մասին, օրինակ պարոն Մանուկյանի կինն է աշխատում ազգային ժողովում, ես իմացա։ Ես ուզում եմ ուղղակի թող անկեղծ ասել, իրեն ինչ որ զանգ է եղել, իրեն ասել եմ պիտի գնաք ԿՊ ընտրեք։ Այդ լծակը ո՞նց է կիրառվել։ Կամ պարոն Քոչարյան, ձեր հայրը որ թոշակառու է, ոգևորվել է ընտրակաշառքի համարվել եւ գնացել է մեզ ընտրը։ Եթե այո, ասեք, միտեղ կընդունեմ։ Օրինակ թոշակառու մարդիկ, ձեր ծնողները արդյոք գնացել են մեզ ընտրել, ովքեր որ թոշակ են ստանում։ Շատ խոսվեց պարոն Ղազարյան ձեր հայտնի հայտարարության մասին։ Իմ գործընկերները ցիտեցին, բայց ես կուզեմ լսենք սկզբի համար, որտեվ սա ուրիշ արդեն որ հայ սակրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Հիմա, պարոն Կարապետյան,
կփոխանցեմ, մի րոպե, հեսա կասեմ, տեսեք, ես հետևում եմ ձեր յուրաքանչյուրի խոսացածին ամեն ինչին ձեր հավատարիմ հետևորդն եմ, պարոն Ղազարյան։ Դուք, ես չեմ հիշում մի դեպք, որ ասեք, որ ես հերքում եմ, ես դա նկատի չեմ ունեցել ներողություն սխալ ձևակերպման համար։ Չնայած շատ հստակ եք ասում։ Դուք անգամ հիշում եմ մի դեպք, երբ որ հաստատել եք, ասել եք այո, ով մտնի եւ ականազերծի այդ հատվածները սահմանազատման համար, այո, պետք է նրա մարմինը հանեն։ Բայց այս տեսանյութը դնելուց, ձայնագրությունը դնելու իմաստը, պարոն Կարապետյան, սա չէր, արդեն շատ դրա մասին խոսեցինք։ Պարոն Ղազարյանն ասում է, մենք ցանկանում ենք, որ դուրս բերեն անշնչացած դիակը եւ այլն։ Մենք ձեզ նկատի ունի, հնարավորությունն օգտագործեք եւ ասեք, դուք եւս կիսում եք այս տեսակետը, որ սակրավորների մարմինը պետք է հանեն կամ լավագույն դեպքում խեղված մարմինը։ Գիտեք ինչի, որտեղ նաեւ ձայնագրությունից մեկում ես հիշում եմ, որ հաշմանդամություն ձեռք բերած մեր զին հաշմանդամներին, կարծեմ ձեր բանում էր մեղադրանքը ձեր ուժի հետ էր կապված, այնտեղ անվանարկում էին նաև մեր զին հաշմանդամներին, ձեր տեսակետը կուզեմ, որտեղ մենքով է խոսում պարոն Ղազարյանը, շնորհակալություն։ Արգարժան պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր 9-րդ գումարման առաջին նիստն է եւ կարծում եմ, որ արժե նախ շնորհակալություն հայտնել մեր ողջ ժողովրդին, որի կամքով ձևավորվել այս խորհրդարանը եւ այդ ընտրությունը, որ կատարվել է ժողովրդի կամքով ազատ կամ արտահայտմամբ, դրա արդյունքում խորհրդարանը պետք է այսօր ընտրի նաև ազգային ժողովի նախագահ։ Եվ պարոն Ռուբինյանի թեկնածությունը առաջադրելով ակնկալում ենք, որ ավելի առարկայական խոսակցություններ լինեն, ավելի նպատակադրված խոսակցություններ լինեն կառավարման համակարգի հետ կապված, ազգային ժողովի աշխատանքի հետ կապված, բայց ցավոք սրտի շատ շեղվեցիկ եւ այդ իմաստով չանդրադառնալ չենք կարող որոշակի ելույթներին, մասնավորապես առաջի ելույթը, կարծեմ պարոն Ֆարմանյան դուք եք առաջի ելույթի ժամանակ դուք հետևյալ եզրույթ օգտագործեցիք, որ բոլորը մեր համար, բոլոր ընտրողները հավասար են, մեզ ընտրել են թե ոչ։ Ընդամենը երկու նախադասություն հետո ասում եք, որ մենք օգնելու ենք այն քաղաքացիներին, որոնք մեզ ձայն են տվել։ Դուք ասում եք այն համայնքներում, որտեղ մենք մեծամասնություն ենք ունեցել, առայժմ, հա, այդ համայնքներում դուք օգնելու եք։ Հիմա արդյոք դա խտրական վերաբերմունք չի։ Այսինքն, օրինակ, ասենք Վայոց ձորի Զառիթափ գյուղում ավելի շատ ձայն ունի քաղաքացիական պայմանագիրը, բայց այդտեղ պարզ գյուղացին մեղավորը, որի նախընտրությունը քաղաքացիական պայմանագիրն է, որ ինքը մտածում է Հայաստանի փրկության ճանապարհը, սա է, ոչ թե այն, ինչ որ դուք եք ասում։ Հետևաբար ասենք այդ մարդը, այդ յուղացին պիտի զրկվի տրակտոր ունենալուց, եթե ձեր տրամաբանությունն այն է, որ եթե ձեզ քվեարկել են տրակտոր պետք է ունենան, կամ եթե 5-րդ զավակ ունի խնձորուցի կինը, նա իրավունք չունի այդ հնարավորությունից օգտվելու։ Ասածս այն է, որ մենք իրավունք չունենք, ես եւ դուք բոլորս խտրական վերաբերմունքի իրավունք չունենք։ Բոլոր մեր քաղաքացիներն են։ Պատկերացրեք, որ պետությունը նույն տրամաբանությամբ շարժվեր։ Ասել քանի որ Արենի գյուղում Արենի համայնքում մենք շատ ձայն ենք ստացել, Արենի համար ենք միայն ծրագրեր իրականացնում։ Ստեփանավանի համար չենք իրականացնում, որովհետև այդտեղ մեծամասնություն չունի։ Ինչպես։ Պարոն Ղազարյան, ես որ խոսում եմ, դուք երբևէ չանդրադառնաք, որովհետև ես կարող եմ ձեզ շատ կոպիտ պատասխանել, հետո խնդրեմ։ Ժողովուրդ, խնդրում եմ տեղից մի խոսակցության ժամանակ ոչ մի բառ չասեք։ Ուրեմն, հարգելիներս, ասածից նպատակը եւ իմաստը այն է, որ եթե մենք որևէ նպատակ ունենք, իսկ հաստատ որ դուք էլ նպատակ ունեք, որ ժողովրդի բարեկեցությունը բարձրացնեք։ Եվ մենք շնորհակալ ենք, որ որոշակի հատվածում անում եք աշխատանք, բայց ասածից քաղաքական իմաստը, որ պետք է հավասարություն լինի, հասկացանք, ընդունեցի, բայց պարզ քաղաքացիներ չէ տարբերություն չկա։ Ինքը Ստեփանավանցին է, Ստեփանավանցիա թե Երևանցիա թե Վայոց ձորցիա թե Գյումրեցիա մեր քաղաքացիներն այս իմաստով, այս իմաստով։ Ես ուղղակի հորդորում եմ, կարծում եմ, որ տեսեք, պատկերացրեք, որ ինքը բումերանգի էֆեկտ ունի։ Եթե մյուս ընտրություններին 31 թվականին գնանք նույն մարզը, ասեք, մենք ակնկալում ենք ձեր աջակցություն, դրանք կարող են ասել, դու գնացեք աջակցություն փնտրեք Ստեփանավանում։ Ինչքան տգեղ կլինի, չէ՞։ Այս իմաստով եսի նկատի ունեմ, որ մենք քաղաքական մշակույթ ձևավորենք
եւ մեր խոսույթները մեր ժողովրդի համար այնպես անենք, որ մի հատվածին չվիրավորենք, չնեղացնենք, ցավ չպատճառենք։ Երկրորդը, հարցերի ժամանակ ճիշտ ասած առաջի տպավորությունը շատ կարևոր է, բայց ես առաջի տպավորության մասին ասեմ հետեւյալը, ամենալավը դիպուկը ասել է Կոկոշանելը, որ ասել է առաջի տպավորությունը երկրորդ հնարավորություն չի ունենում ստեղծել ձևավորելու առաջի տպավորություն։ Այսինքն մի անգամ ունես առաջի տպավորություն, որ մարդը քո մասին այդ տպավորությունը կազմի, այդ կարծիքը կազմի։ Եվ առաջի 4 հարցերը ճիշտ է իմ գործընկերն նշեց, բայց առաջի 4 հարցերի բարձունակությունը ճիշտ չէր, դրվածքը անընդհատ նույն հարցը տալը եւ նույնիսկ այնքան ձևակերպումը հստակ չէր, որ պարոն Ռուբինյանը վերաձևակերպեց հարցը, ասաց, որ դուք ցանկանում եք ասել, որ ես հատուկ ծառայությունների հետ առնչվել եմ, թե ոչ, ասում եմ ոչ։ Այսինքն տեսեք, մենք 4 անարդյունավետ հարց ունեցանք։ Ես արդյոք իրավունք ունեմ այդ մասին խոսալու, թե ոչ, որովհետեւ դուք կարող եք ասել լավ ենք անում, կարող եմ 500 անգամ նույն հարցը տալ։ Իհարկե իրավունք ունեք, բայց արդյունավետության խնդիր կա եւ միգուցե անհամեստ հնչի, մի հատ անհամեստ բան եմ ասում, ինձ չի ստացվում, բայց նոր civilnet-ի լրագրողն ասեց, այս 5 տարվա մեջ մեր ուսումնասիրությամբ դուք ամենաշատ հարցերն եք տվել եւ ամենաշատ ելույթները միասին։ Հիմա այդ անհամեստությունը ասում է, որ իրավունքի իմաստով, որ հարցերը երբ որ տալիս ենք, հարցը պետք է նպատակ ունենա։ Այսինքն եթե դու հարցը տալիս ես հարց տալու համար, դա արդյունավետ չի։ Իսկ պետք է նպատակ ունենա, մենք դա հարցը ինչի համար ենք տալիս։ Ես հիմա ինչի համար եմ ելույթ ունենում։ Իմ նպատակն է, որ ներկայացնեմ ազգային ժողովի մեր նախագահի դրական կողմերը։ Ձեր խնդիրն է, որ թերությունները մատնանշեք եւ նախորդ 5 տարվա մեջ այն թերությունները, որ նշում եք, ասեք, որ այ կասկածներ կան, որ դուք կարող եք նիստը հավասարակշիռ չվարեք կամ եւ այլն։ Ես վստահաբար ասում եմ, որ իմ գործընկերը շատ պարկեշտ եւ անաչառ օբյեկտիվ անձնավորություն է։ Հնարավոր է, որ ասածս քաղաքական գործիչ որպես այստեղից իր խոսույթը բնականաբար պետք է արտահայտի քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերը։ Եվ ակնկալել, որ դուք մեր շահերը կպաշտպանեք, իհարկե ոչ, դուք պաշտպանելու եք ձեր գաղափարախոսությունը, մենք պետք է պաշտպանենք մեր գաղափարախոսությունը։ Եվ երբ որ ասում եք զանգացել լրատվամիջոցներով ճնշումները շատ մեծ են եղել ձեր քաղաքական ուժի վրա, վստահեցնում եմ, որ մամուլի լրատվամիջոցների մեծ մասը ավելի շուտ ձեր վերահսկողությամբ, ձեր ուժի իմաստով ոչ, ընդդիմության վերահսկողության տակ է, կարծում եմ, միգուցե սխալ եմ, պետք է հստակ չափանիշ անել, այսինքն այդ նույն մեղադրանքը մենք ձեզ ենք ուղղում, որտեղ մենք կարդացել ենք այն մամուլի այն բոլոր քննադատությունները, որ մեզ էր վերաբերում, դուք բնականաբար նայել եք այն ինչ որ ձեզ է վերաբերում։ Հետևաբար այդտեղ ասել միակողմանի, որ մենք ճնշման տակ ենք եղել, ժողովուրդը ճնշման տակ է ընտրություն կատարել, ճիշտ չի։ Ես ակնբեդ հետևել եմ ընտրությունների ընթացքին։ Որևէ մեկը չի կաշկանդվել ընտրություն կատարելիս։ Ասենք ես մեր գյուղում, որ ասել եմ մի հոգի ընտրել էր մի կուսակցության, ասել դոկ կուսակցությանը եւ ինքը հայտարարեց, որ ես եմ ընտրել Պավլագացյան, ասում ոչ որևէ խնդիր չկա, մենակ փողով չընտրեք, ինչով ուզում եք ընտրեք։ Ազնիվ ընտրությունը մեր համար որևէ խնդիր չի, ում ուզում եք ընտրեք, բայց ազնիվ, ոչ թե փողի պատճառով, փողի արդյունքում։ Մենք կարծում եմ, որ պիտի հասնենք այդ գրեղի ընտրությանը, որովհետեւ դա է ճանապարհը ազատ ժողովրդավարական երկիր ունենալու։ Եվ շատ կարևոր է, որ հարցի ժամանակ որ ասում եք պարոն Ռուբինյան, պատասխանեք այո կամ ոչ։ Դա անթույլատրելի հարցադրում է, այսինքն ինչ եք սահմանափակում մարդու իրավունքները։ Ինչ է նշան։ Քաղաքական գործիչը պարտավոր չի ասի այո կամ ոչ, ինքը կպատասխանի, ձեր իրավունքը հարց տալն է, իր իրավունքը պատասխանելն է։ Եվ այդպիսի հարցեր փորձենք իրար չտալ, որովհետև դա դժվար հարց է եւ եթե ես հիմա ձևակերպեմ, բոլորի համար դժվար կլինի նման հարցերին հստակ պատասխաններ տալը։ Այս իմաստով մենք չպիտի սահմանափակենք պատասխանողի իրավունքները։ Եվ այս մշակույթը, որ խորհրդարանական այս տարիների մեջ ձևավորվել է եւ որտեղ ամենակարևորը, որ նշեց պարոն Ռուբինյանը, բարեկրթության մասին խոսքն է։ Բարեկրթությունը շատ կարևոր է։ Եվ եթե հիմա դուք ասենք մեր գործընկերներից մեկը ասեց սուտ եք ասել ընտրություններից առաջ։ Հիմա տեսեք, ես օրինակ եւ բազմիցս լսել եմ եւ մեր գործընկերները նշեցին, որ դուք ասել եք 300,000 ադրբեջանցի կգա, 300,000 աշխատատեղ եւ այլն, բայց ժողովուրդը հետաքրքիր միտք ունի, լավ միտք ձևակերպած, ասում է ընտրություններից առաջ եւ որսից հետո ամենաշատ սուտն է ասում։ Այսինքն մենք դա չդնենք անպայման անընդհատ ասենք դուք եք ասցիք, մենք ասենք դուք եք ասցիք, մենք ասենք դուք եք, այլ կոնստրուկտիվ առաջ գնանք։ Այսինքն մենք
Եթե իսկապես կա այդ 300,000 աշխատատեղի գաղափարը, որը հնարավոր է ձեր գաղափարներով պետության օգնությամբ իրականացնել, մենք պատրաստ ենք դա իրականացնել, որովհետև շատ կարևոր է մեր համար այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենալ աշխատատեղեր։ Այսինքն կոնստրուկտիվ ցանկացած հարաբերության մենք պատրաստ ենք, դեստրուկտիվին պատրաստ չենք։ Դուք հարց տվեցիք պարոն Ռուբինյանին, թե քննարկել եք խմբակցությունում գործընկերներից մեկը, քննարկել ենք խմբակցությունում եւ որոշել ենք, որ ոչ մի վատ խոսք չհնչի այստեղից։ Եվ պարոն Ռուբինյանն ահորդորել, որ մենք պետք է զսպվածություն դրսևորենք, բայց մինչև այն կետը, որի բոլորս ենք երևի համաձայն, երբ որ մեզ վիրավորեն, եթե մեզ վիրավորեն, մենք համարժեք պատասխանել ենք։ Մենք չենք վիրավորելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր հետ աշխատենք մեր պետության համար, հանուն Հայաստանի Հանրապետության, վստահ եմ, որ դուք եք պատրաստ աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն պարոն Ռուբինյանին, մաղթում եմ, որ ընտրվի եւ կարողանա այն իղձերը, որ մենք ունենք, իրականացնի նաեւ ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Շնորհակալություն, լավ օր բոլորին։